Տիգրան մեծ։ Բարև փոքրիկ հայեր, այսօր ձեզ կպատմեմ հայոց արքայից արքա Տիգրան մեծի մասին։ Նա հայոց արքա Արտավազդի որդին էր և Արտաշես առաջինի թոռը։ Տիգրան որդիս, քո ճանապարհը լինելու է ծանր ու դժվար, բայց մի վախեցիր, եղիր ուժեղ և անսասան, կամքով, մտքով ու սրտով։ Տիգրանին տանում էին Պարսկաստան որպես պատանդ, պահպանելու խաղաղությունը Հայաստանի և Պարսկաստանի միջև։ Պարսից արքա Միհրթատը ցանկանում էր, որ Տիգրանը մեծանա իր պալատում և ապագայում կառավարի Հայաստանը, լինելով հավատարիմ հպատակ։ Սովորեցրեք այս պատանուն մեր մեծության ու մեր ուժի մասին։ Նա պետք է միշտ ենթարկվի ինձ։ Տիգրանը Պարսկաստանում ապրում էր որպես պատանդ, բայց սովորում էր նրանց լեզուն, նրանց բանակի կարգը և նրանց արքունիքի գաղտնիքները։ Տարիների ընթացքում Տիգրանը սկսեց պարսից ազնվականների մոտ հարկանք վայելել, իր խելքի, ուժի և կարգապահության շնորհիվ։ Միհրդատի մահից հետո պարսից արքա դարձավ Գոտարզը, բայց նա Միհրդատի նման հզոր ու վճռական չէր։ Տիգրանը ծանր գին վճարելով ազատվեց Պարսկաստանի պատանդությունից և վերադարձավ Հայաստան, ընդունելու հայոց գահը։ Մենք շատ թշնամիներ ունենք, և մենք պետք է Հայաստանը կրկին հզորացնենք։ Առաջին հերթին Տիգրանը սկսեց ամրացնել Հայաստանը, վերակառուցելով բերդերը, մարզելով բանակը և վերականգնելով երկրի զորությունը։ Տեր արքա, ծոփքը միշտ հայկական է եղել, և մենք ուզում ենք, որ դու լինես մեր թագավորը։ Տիգրանը խաղաղ ճանապարհով միավորեց ծոփքը Հայաստանին, և այդ միավորումը դարձավ Հայաստանի հզորացման սկիզբը։ Տիգրանը դաշինք կնքեց Պոնտոսի թագավոր Միհրթատի հետ և ամրաբնթեց այն, ամուսնանալով նրա դուստր Կլեոպատրայի հետ։ Օրհնում եմ ձեր ամուսնությունը, զավակներս, և երդվում եմ հավիտյան լինել Հայաստանի աջակիցը։ Տիգրանը սկսեց ընդարձակել Հայաստանի սահմանները, միավորելով մնացած հայկական տարածքները և վերադարձնելով դրանք հայոց թագավորությանը։ Մենք հայերս ուժող ենք միայն այն ժամանակ, երբ միավորված ենք։ Պետք է բոլորս միասին հզորացնենք Հայաստանը։ Տիգրանը երկար տարիների ջանքերով վերադարձրեց Հայաստանի հզորությունը և դարձրեց այն հին աշխարհի ամենաուժեղ ու ազդեցիկ պետություններից մեկը։ Տիգրանի զորությունը և ուժը տեսնելով, Անտիոքը և Սյուրիան խնդրեցին նրան, որ դառնա նաև իրենց թագավորը։ Տեր արքաս, քո մեծության ու քո արդարության մասին շակ ենք լսել։ Խնդրում ենք իշխիր նաև մեր երկրի վրա։ Տիգրանը ընդունեց նրանց խնդրանքը, և Հայաստանի սահմանները հասան մինչև միջերկրական ծով։ Այդ տարիներին Պարսկաստանը թուլացած էր ներքին պատերազմներից և Քուշանների հարձակումներից։ Այժմ Պարսկաստանը թուլացած ու անկազմակերպ է։ Մենք պետք է վերադարձնենք մեր հողերը։ Առաջ դեպի հաղթանակ, իմ քաջեր։ Տիգրանը օգտագործեց պահը վերադարձնելու Պարսկաստանի կողմից գրավված հայկական տարածքները և ազատագրեց Հայաստանի արևելյան գավառները։ Պարսկաստանը ընդունեց Տիգրանի գերազանցությունը և նրան զիջեց արքայից արքա տիտղոսը։ Ու այսպես արքայից արքա Տիգրան մեծի իշխանության օրոք Հայաստանը դարձավ ծովից ծով։ Եվ դուք, փոքրիկ հայեր, պետք է լինեք խելացի և ուժեղ, լավ սովորեք ու մեր հայրենիք Հայաստանը դարձնեք մեծ ու հզոր։